Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է օգոստոսի 7-ի համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին օգոստոսի 7-ին։ Հարգելի խոյեր, այդ օր աշխատանքի հետ կապված որևիցե հարցեր ունեք։ Միգուցե աշխատանքի եք ընդունվում, միգուցե խոսում եք, զրուցում եք, միգուցե տնօրենին եք տեսնում արձակուրդի համար խոսեք, նաև ոմանք ընդունվեն աշխատանքի, կարող եք հանդիպել նաև հարցազրույցի համար, կարող եք նաև հանդիպել պետական աշխատողի հետ։ Եվ օրվա ընթացքում այստեղ եթե հիվանդանոցում ինչ-որ մեկ ունեք, ապա այստեղ կարող եք այցելել իրեն եւ նվեր տանել նաև, գուցե ծննդյան օրն է, կամ նվեր եք պատրաստում, որ հիվանդանոցից օրինակ բերեք տուն։ Դա սա արդեն ծննդաբերության հետ է կապված։ Իսկ այստեղ նաև կա, որ պետական հիմնարկություն է, սա ոնց որ ամեն ինչ քնած է, այնպես առաջ չի գնում, եւ հիմա ինչ-որ չափով նաև այն առաջ է գնալու եւ կարելի ասել դա ձեզ համար նվեր կարող լինել, ոչ թե ֆիզիկական նվեր։ Նաև այդ օրը ոմանք ճանապարհ կգնան, միգուցե ինչ-որ մարդիկ նաև գան ձեզ մոտ, յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, ոչ մի հարցում մի շտապեք։ Եվ գործեր կան, որոնք կմնան։ Չեք հասցնում ամբողջությամբ անել ավարտել այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին օգոստոսի 7-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը ինչ-որ մի բան է ձեզ ցավեցնում, դա այստեղ սուտ կա, միգուցե սուտն է։ Նաև առողջության հետ կապված է, պետք է ուշադիր լինեք, միգուցե դա է, այսինքն որ մարդը ինչ-որ միտեղ ցավում է, ինչ-որ մի բան հետ չի կարողանում անել, դա բնական է, ոնց որ մարդուն ցավ է տալիս, որ չի ստացվում։ Նաև կարող եք այցելել նաև նման կենտրոն։ Դե սուտ կա այդ օրը, ուշադիր եղեք, ոմանք այստեղ հուզված են, գնում են ժամադրության, ոմանք հուզված կարող են լինել, որտեղ հանդիպում են իրենց հարազատ մարդկանց հետ։ Նվեր կարող եք ստանալ կամ դուք նվիրեք ինչ-որ մի բան եւ ձեր ցանկությունները կիրականանան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին օգոստոսի 7-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը ձեր ձեռքում է շատ բան ձեզանից է կախված, նաև գումար եք ծախսելու, այդ պահն էլ է ձեզանից կախված, թե որքան գումար կծախսեք, նաև վճարը նույնպես, էլի ձեզանից է կախված, այստեղ գումար պետք է վճարեք կարող ուրիշ ինչ-որ մեկին, նաև օրվա ընթացքում նամակագրական կապի մեջ կլինեք, միգուցե գումար ստանաք, գումար ուղարկեք, այստեղ հնարավոր է ավելի շատ գումարը ուղարկեք, նաև փաստաթուղթ կարող եք ստանալ, փաստաթուղթ են ուղարկել, դասավորել, ինչ-որ բան ստորագրել այստեղ, որտեղ աշխատանքի հետ կապված եւս ինչ-որ հարցեր էլ կան, միգուցե դա է կանում, միգուցե փաստաթուղթ եք ստորագրում։ Նաև այստեղ ոմանք երջանիկ են, իրենց ցանկությունները կատարվում են այդ օրը, նվեր կստանաք կամ դուք ինչ-որ մեկին ապրանք, ինչ-որ բան կնվիրեք։ Նաև յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, մի շտապեք ոչ մի հարցում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին օգոստոսի 7-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը ուշադիր եղեք, կարող վիճել, նաև հետո արտասվել, դա կարող է լինել հավատարմության հետ կապված, դա կարող է լինել ձեզ համար շատ մտերիմ մարդու հետ, դա մար այստեղ ուշադիր եղեք։ Ոմանք կարող է հուզված տուն եք մաքրում, օրինակ, ինչ որ մեկը պետք է գա տուն եւ հուզված տուն եք մաքրում, այդպես կարող է ձեր երկրորդ կեսն է գալիս տուն, ինչ որ մեկն է, ում համար պետք է այդպես տունը մաքրեք, կարգի հրավիրեք։ Օրը ձեր ձեռքում է, շատ բան հենց ձեզանից է կախված այդ օրը, հələ ասել ամեն ինչ։ Նաև ուշադիր եղեք, ինչ որ հնարավորություն կարող եք ձեր ձեռքից բաց թողնել եւ հյուր եք ընդունելու, կամ դուք եք գնալու հյուր, դա տուն եք կարող է մաքրում, ոչ թե վիճում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին օգոստոսի 7-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը սուտ կա եւ գաղտնիք է բացահայտվում, հնարավոր է նաեւ, որ սուտն է բացահայտվում։ Հանդիպում ունեք այդ օրը նաեւ, ոմանք կարող են սիրահարվել, ոմանք սիրախոստովանություն անել կամ ստանալ, կամ ձեր սիրվածքը զգաք, ձեր հարազատների շրջապատում կլինեք, միայն ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, կամ կայցելեք նման վայր։ Նաև այստեղ աշխատանքի հետ կապված ձեր ցանկությունները կիրականանան։ Միգուցե ընդունվում եք աշխատանքի այնտեղ, որտեղ դուք եք ուզում։ Միգուցե բիզնես եք բացում, միգուցե մեկ այլ հարց է, ինչ որ մի բան եք կամ դիմել եք աշխատանքի վայր ինչ որ մի բանի համար, եւ իրենք ասում են այո։ Դա նաև պետական աշխատող է, ով որ եւս ձեր ցանկությունները կիրականացնի կամ ինչ որ մի բան կանի ձեզ համար, որ եւս ձեր ցանկությամբ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին օգոստոսի 7-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը կամ շուտ եք արթնանալու կամ երկար քնած կմնաք, սեղանի շուրջ եք նստելու, ինչ-որ տհաճ պահեր կան, միգուցե սեղանի շուրջ է դա, միգուցե մեկ այլ հարց է, նորություն կլսեք այդ օրը, ձեր ցանկությունները կիրականանան, նաև հանդիպում կամ շփում ունեք գործնական առումով և սպասում եք, միգուցե սպասելն է, հա, տհաճ պահեր կա, ուշանում են, կամ մեկ այլ հարց կարող է լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին օգոստոսի 7-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը ուշադրությունն այստեղ հուզվում եք, բայց կարծես թե լավ պահերի հետ է կապված։ Նաև տհաճ պահեր կան, միգուցե դա է։ Համենայն դեպս հուզմունք ունեք այդ օրը, նաև կարող է լինել դա արտասուք։ Հաջողություն ունեք, նա օրը հաջողության արդյունքներ են, դրանք հաջողություն ունեք, կարող է դա լինել յուրաքանչյուր ոլորտում, գումար եք ստանալու, տան հետ կապված հարցեր կան, որոնք որ կլուծեք այդ օրը, միգուցե նաև առիթ եք, գնում եք առիթի, կամ ձեր տուն են գալիս, կամ դուք եք գնում, նաև տան հետ կապված յուրաքանչյուր բան է, թեկուզ տան համար ուտելիք գնելը, հա, դա եւս ինչ-որ մի բան է, որը տան համար եք անում, վերանորոգում, մաքրում եւ այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին օգոստոսի 7-ին։
Հարգելի կարիճներ, այդ օրը գործնական հանդիպում ունեք կամ նաև գործնական խոսակցություն, հուզվում եք, գուցե նաև արտասվում եք, այնտեղ տհաճ պահեր կան, ոմանց մոտ գոյություն ունի ամեն ամսվա ոչ իրադարձություն, կամ նոր է սկսվում, կամ դա ավարտվում է, կամ դե պետք է անեք, դե ոնց որ ամեն ամիս լույսի վարձը, ջրի վարձը եւ այլն, դրանք են իրենք։ Կամ ինչ-որ մի գործունեություն էր, որը 1 ամիս եք անում, հիմա արդեն ավարտվում է դա։ Հեռախոսազանգ ունեք եւ հրավերք առիթի, կամ դուք եք զանգելու հրավիրելու կամ ձեզ են հրավիրելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին օգոստոսի 7-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը երկակի է, ինչ-որ մի բան ձեզ երջանկացնում է, ինչ-որ մի բան ձեզ տխրեցնում կամ հիասթափեցնում է։ Սպասում եք, միգուցե դա է, հիասթափվում եք տվյալ մարդուց, տվյալ իրավիճակից, կամ տխրում եք, ուշանում է, գաղտնիք կբացահայտվի այդ օրը, նաև դա կարող է լինել դա պատճառը։ Իսկ մյուս կողմից երջանիկ եք, ինչ-որ բան կա, որ ձեզ երջանկացնում է, եւ հույսով լցված եք։ Միգուցե հույս է տալիս դա ձեզ, միգուցե ինչ-որ հույսն է արդարանում է, կամ հույսն է դել եք ինչ-որ մեկի վրա այդ օրը։ Եվ այստեղ սպասում եք եւ չկա միգուցե դա։ Դրա համար հիասթափվում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին օգոստոսի 7-ին։
Հարգելի այճեղջյուրներ, այդ օր ուշադիր եղեք, այստեղ վեճ կա, կամ վիճում եք, կամ տուն եք մաքրում, նաև հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ, կամ նաև հավատարմության համար եք վիճում, պատճառով այդպես։ Ինչ-որ բան ձեզ ցավ է տալիս այդ օրը։ Ուշադրություն դարձրեք նաև ձեր առողջությանը, կամ կայցելեք նման կենտրոն, և այստեղ հանդիպում ունեք կամ շփում ձեր ընկերոջ հետ և հուզվում եք, նաև կարող եք արտասվել, գուցե վաղուց չեք տեսել, դրսում հանդիպում եք, այդպես նաև դա կարող է լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին օգոստոսի 7-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը հեռախոսազանգ ունեք, նաև հյուր, կամ դուք կգնաք, կամ ինքը կգա, նաև այդ օրը հանդիպում ունեք, սուտ կա, ուշադիր եղեք, սպասում եք այստեղ, կարող դրա մեջ է սուտը, այսինքն ճիշտ ժամին չեն գալիս, նաև նորություն կլսեք և հույսով լցված եք, կամ հույս նետել եք ինչ-որ մեկի վրա, կամ ինչ-որ բանի վրա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին օգոստոսի 7-ին։
Հարգելի ձկներ, այդ օրը կարող եք կամ վիճում եք այստեղ կամ տուն եք մաքրում։ Գաղտնիք է բացահայտվելու, միգուցե դա է պատճառը, օրինակ վեճի, եթե այդպես վերցնենք։ Նաև տատանվում եք, ծանրութեթև եք անում, ընտրության առջև կանգնած կլինեք, որևիցե հարցում էլ հաղթանակած դուրս կգաք, հա, ձեր ակտինը ավարտվելու, այնպեսի մի բան կանեք, հա, որ հաղթանակած կավարտեք։ Եվ ոմանք այցելեն հիվանդանոց կամ բժշկական յուրաքանչյուր կենտրոն, նաև պետք է ուշադրություն դարձնեք ձեր առողջությանը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։